Նիկոլ Փաշինյանը ընտրությունների ավարտից հետո անմիջապես առաջին բանը որ արել է, անցել է Ալիևին տված խոստումների կատարմանը։ Այդ խոստումներից մեկը Հայաստան դաշինքի պատգամավորի խոսքով Հայաստանում Ալիևի բառերով ռևանշիստների դեմ պայքարն է։ Փաշինյանը այս խոստման կատարմանն է անցել, քանի որ ընտրություններով չի ստացել սահմանադրությունը փոխելու մանդատ։ Ինչպես պիտի կատարի Ալիևին տված հիմնական խոստումը սահմանադրության փոփոխությունը, բայց մինչև դրա համար տարբերակներ է մտածում, կատարում է Ալիևին տված երկրորդ խոստումը, այսպես կոչված Ալիևի ու իր պատկերացրած ռևանշիստների իրականում Հայաստանի շահերի համար պայքարողների դեմ պայքարում է։ Դա է ամբողջ տրամաբանությունը։ Դա է ամբողջ տրամաբանությունը նաև երկրորդ նախագահի դեմ սկսած գործընթացի, վստահեցնում է Քրիստինե Վարդանյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թույլտվությունը Ռոբերտ Քոչարյանին անձեռամխելիությունից զրկելուն ու նրա դեմ քրեական հետապնդում հարուցելուն ծիծաղելի է համարում Վարդանյանը։ Երկրորդ նախագահին մեղադրանք են ուզում առաջադրել 22 տարի առաջվա կառավարության մի որոշման համար, որը Քոչարյանը որպես նախագահ վավերացրել է։ 2004 թվականին կառավարության որոշմամբ մաստեր-կլաս թենիսի տարածքը վարձակալության է տրվել Հարություն Փամբուկյանին։ 2009 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանն այլևս նախագահ չէր, նրա որդին Սեթրակ Քոչարյանը գնել է այդ ընկերության մի բաժնեմազ։ Այս երկու գործարքների միջև կապ են փորձում գտնել իրավապահները։ Խոսել միլիարդներից, խոսել թալանից, աստղաբաշխական երկիրը թալանելուց, բանակը թալանելուց եւ այլն, հետո բերել ինչ-որ թենիսի կորտի հետ կապված գործով, որով չես կարող անգամ քրեական հետապնդում հարուցել, ուղղակի արգելափակել մարդու տեղաշարժը, ցանկացած գիտակից մարդու մոտ դա ծիծաղ է առաջացնում։ Այս քրեական գործի անգամ ծիլերը չկային, երբ Ռոբերտ Քոչարյանին արգելեցին երկրից դուրս գալ։ Միայն դրանից հետո նրա դեմ քրեական հետապնդում հարուցելու գործընթաց սկսվեց։ Նիկոլ Փաշինյանը այնպես է անելու, որ մարդիկ անգամ մոռանան, որ Հայաստանում եղել են արատավոր բարքեր, երևույթներ, կոռուպցիա եւ այլն, որովհետեւ իր այս գործերով ինքը ուղղակի ցույց է տալու, որ որևէ հիմնավոր բան չի եղել։ Փաշինյանը հայտարարում է, թե թույլ չի տալու ընդդիմադիր լիդերներին փախչել երկրից, տպավորություն ստեղծելով իբր նրանք այդպիսի մտադրություն ունեն։ Կարդացեք Նիկոլ Փաշինյանի գիրքը, հատկապես մարտի 1-ի դեպքերից հետո նկարագրությունը, տանիքներում թաքնվելու, շներին մոլորեցնելու, ոստիկաններից փախնելու մասին, հետո ընդհատակ անցնելու, եւ տեսեք փախնողն ով է։ Երկրում կա մեկ մարդ, ով փախել է իր իսկ կազմակերպած սարսափելի իրադարձությունից եւ այդ մեկ մարդը Փաշինյանն է։ Այս գործընթացն էլ ինչպես սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մասին գործը փլվելու է, որովհետև հիմքը դատարկ է ու խարխուլ, վստահ է Վարդանյանը։ Մինչ այդ ստանդարտ փաշինյանական ընթացք, ինչ որ հուշկու այսպես ստարտ, ահասարսուռ ռեպորտաժներ մեկով, հետո փլվել դատարանում։ Հիշում ենք, որ սահմանադրական դատարանում հակասահմանադրական ճանաչվեց հոդվածը, որով երկրորդ նախագահին կալանավորել էին, հիշում եմ կուսակցական ընկերներին, որոնց հրճակեցին պապիկ ծեծողներ արդարացվեցին, ես վստահ եմ, որ Բաքրատ Սրբազանին վերագրվող գործն էլ է նույն ճակատագրին արժանանալու, այսինքն այս ամեն ինչը արվում է համակի ռեպորտաժների համար։ Ընդդիմադիր պատգամավորը ցավում է, որ այնքան սուտ գործեր է հորինում իշխանությունը լուրջ հանցագործությունների մասին, որ այդպիսի իրական դեպքերի բացահայտմանը անտարբեր է դառնալու հասարակությունը։ Իրենք անլրջացրել են այս երկրում ամեն ինչ, ահաբեկչություն, պետական դավաճանություն, կաշառք, որոնք ծանր հանցագործություններ են, բայց այնպես են արել, որ ամեն հաջորդ այդ հանցագործության մասին հայտարարությունը որևէ մեկը լուրջ չի ընկալում։ Իրենք եթե հիմա իսկապես կաշառքի գործ բացահայտեն, որևէ մեկը լուրջ չի ընկալելու։ Եթե հրապարակեն շատ կարևոր իսկապես չկեղծված զայնագրություն, որևէ մեկը լուրջ չի ընկալելու։ Եթե բացահայտեն ահաբեկչություն, որևէ մեկը լուրջ չի ընկալելու, եթե պետական դավաճանություն բացահայտեն, որևէ մեկը լուրջ չի ընկալելու։ Թող այդ պատճառները փնտրեն իրենց մեջ։ Լիլիթ Սարգսյան, Նորայր Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։